Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերության ծրագրի մրցութային փուլի շրջանակում տեղի ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ։ Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։ Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդրի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական ծրագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը, ասված է հաղորդագրությունում։ Նշենք, որ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի առկայությունը կարևոր պայման է ԵՄ-ի վիզաների ազատականացման համար։